Right, so Diana Skaya from TVP World. TVP Պարոն World, վարչապետ, please. բարի գալուս Լեհաստան, շատ ուրախ ենք, որ դուք ստեղ եք։ Ձեզ էլ բարի գալուս, պարոն Միրզոյան, we remember you very well. Mr. Pashinyan, first of all, Pashinyan, I want to, you did mention something very important. TVP World was first of all one of the foreign medias back in September, in Yerevan, we were there to cover the NATO Parliamentary Assembly, and we covered that, and then we also actually got a chance to tour with the, you mentioned the European Union monitoring mission that's set up in Armenia. And like Mr. Pashinyan, Mr. Prime Minister said, since 2025 there have been no border clashes on the border, and this is also something that EU mission also confirmed to us when we did the patrol tour with them. So since 2025, and not only the mission, but we also spoke to the residents who were living along the borderlines in տարածքներում Եղեգնաձորում եւ մենք նույն պատասխանները իրենցից ենք ստացել ներկայումս աշխատում ենք կարճ վավերագրական ռեպորտաժի վրա նաեւ կհացազրույց պարոն Միրզոյանի հետ այնտեղ Շաբաթի ամենամեծ գաղտնաժողովի ժամանակ արված երկու հարց եմ տալու կարճ խնդրեմ շատ կարճ Իրականությունը հետևյալն է, պարոն վարչապետ, ընտրություններ են սպասվում հունիսին։ Դուք նշեցիք, որ կան իհարկե դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի հետ, դրանք շարունակվում են, սակայն աճող մտահոգություններ կան իհարկե մի շարք հայերի շրջանում նաև Եվրոպայում, որ Ռուսաստանի դաշնությունը, ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև օտարերկրյա միջամտություն կարող է լինել ընտրություններին։ Հայաստանը ինչպես է պատրաստվում, դուք ինչպես եք պլանավորում հաղթահարել դա Եղել են արդյոք կոնկրետ քաղաքականություններ, որոնք իրագործմամբ կապահովեք արդար ազատ ընտրությունների անցկացումը Հայաստանում, ինչպես հենց նոր ասացիք դուք ասացիք, ես հիշում եմ այդ տեսանյութերը, դուք եք ասել, եթե կային մարդիկ, ովքեր խնդիր ունեին ձեր շարժման հետ, ձեր կոչի հետ, իրենք ձայնը կբարձրաձայնեին, բայց դուք դեռ մինչև հիմա Հայաստանի վարչապետն եք։ Ինչպես ասացի, Հայաստանը ժողովրդավարական պետություն է։ Մեր ժողովուրդը հնարավորություններ կունենա ժողովրդավար ճանապարհով որոշելու մեր երկրի ապագան։ Իհարկե, բազմաթիվ ռիսկեր կան։ Ես գիտեմ, որ ասեկոսներ կան, պնդումներ եւ այլն, որոշակի գործելակերպեր, կահառելի ապատեղեկատվություն, որին մենք հիմա բախվում ենք, բայց մյուս կողմից ինչպես վարվել։ Ինձ համար մնում է մի բան, անմիջական երկխոսության մեջ լինել մեր ժողովրդի, մեր հասարակության հետ, հնարավորինս թափանցիկ լինել, հնարավորինս ազնիվ, անկեղծ լինել, անմիջական խոսել, ցանկացած քաղաքական գործչի համար դա շատ կարևոր է, երևի ամենակարևոր բանն է հնարավորինս համոզիչ լինել։ Եթե հաջողության հասնենք, իսկ ես համոզված եմ, որ մենք հաջողության կհասնենք։